Արտադրության նախարարության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարական ծրագրով նախատեսված ռազմավարական նպատակների և ուղղությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նոտարիատը։ Նոտարիատի ոլորտում ռազմավարական ծրագրով նախատեսված նպատակները կյանքի կոչելու համար առանցքային է նոտարական համայնքի դերը ի դեմս նոտարական պալատի։ Արտադրության նախարարությունը նոտարիատի բնագավառում իր որդեգրած քաղաքականության ի կատարածման գործընթացի հնարավորությունը տեսնում է նախարարության, նոտարական համայնքի և նոտարական պալատի համագործակցության արդյունքում։ Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նախորդ տարիների ընթացքում նոտարական պալատի կողմից իրականացված աշխատանքներին։ Նոտարական պալատը արտադրության նախարարության աջակցությամբ իր գործունեության ընթացքում էական ձեռքբերումներ է գրանցել, որի արդյունքում բարձրացել է նոտարական ծառայության որակը։ Դրանով է պայմանավորված պետության վստահությունը նոտարական համակարգի նկատմամբ մի շարք նոր լիազորություններ պատվիրակելով նոտարներին։ Որպես ձեռքբերում կարող ենք առանձնացնել գումարի բռնագծման պահանջներով գործերի մի մասի հանձնումը նոտարների քննությանը, որի կապակցությամբ նոտարական պալատի կողմից կազմակերպվել են դասընթացներ սույն գործերը իրականացնելիս նոտարներին օգնություն ցույց տալու համար։ Գործերի բռնագծման պահանջներով գործեր քննելիս հատկապես սկզբնական ժամանակահատվածում, եթե գտնում եք, որ պահանջը ենթակա է մերժման, մինչև մերժման որոշում կայացնելը այդ մասին հայտնեք նախարարությանը, որպեսզի նախարարության համար տեսանելի լինեն այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են գալիս օրենքի կիրառման արդյունքում։ Նոտարական պալատի կողմից իրականացվեց նոտարական արխիվի ստեղծման գործընթացը։ Նոտարական արխիվային փաստաթղթերը պահպանելու և օգտագործելու հետ կապված աշխատանքները կազմակերպելու և այլ նոտարներին դրանց հանձնման ապահովման նպատակով։ Սույնով պայմանավորված կարող ենք արձանագրել, որ դադարել են քաղաքացիների բազմաքանակ բողոքները կապված փաստաթղթերի տրամադրման հետ։ Պալատի կողմից նոտարիատի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել նախարարությոն, որի արդյունքում 2023 թվականին նոտարիատի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ։ Կազմակերպվել են դասընթացներ նոտարների և նոտարների օգնականների ուսուցման և որակավորման բարձրացման նպատակով։ Հաստատվել են հարաբերություններ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Նոտարներին ուղարկվել են շրջաբերականներ նոտարների գործունեության ամփոփման արդյունքում նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով։ Ներկայացվել ու պաշտպանվել են պետական և տեղական ինքնակառավարման պահանջներով նոտարների իրավունքները և շահերը։ Անդրադառնալով նոտարի դերին, կընդգծենք, որ օրենքի պահանջները պահպանելով, քաղաքացու և հասարակության և պետության շահերը պաշտպանելով, նոտարը նպաստում է հասարակության մեջ օրենքի և արդարության նկատմամբ հավատի ամրապնդմանը, որը հանդիսանում է իրավական պետության կարևոր բաղադրիչներից մեկը։